Շարունակում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներին Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել խոտոր ընթացքը, վերադառնալ կանոնական դաշտ։ Էջմիածինը հայտարարում է խիստ միջոցների կիրառումից զերծ ենք մնում առայժմ։ Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական կարգի եւ կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը չակերտավոր պատարագներին կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին 7 վերք առաջնորդանիստ եկեղեցում, ասվում է հայտարարությունում։ Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների սահմանադրության կոպիտ խախտումներով արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Վարչապետի ներկայությամբ պատարագ մատուցած եւ կաթողիկոսի անունը զեղչած Տեր Թադե Քահանան, Տեր Արամի օրինակով, հիշեցնեմ, կարգալույց հռչակվեց, ինչը չխանգարեց էլի Տեր Արամի օրինակով շարունակել պատարագներ մատուցել։ Նրանք չեն ընդունում կարգալուծությունը։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը։ Առաջին՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Երկրորդ՝ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, կանոնագիրը պետք է անդրադառնա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության համապատասխանությանը հանրապետության հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, հանրապետության օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, հոգեվոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեվոր ծառայողները կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկից վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան։ Ներկայումս հոգեվոր ծառայողների հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով։ Երրորդ, ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Եվ հետգրությամբ վարչապետը եզրափակել է եկեղեցական մարմին տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։ Հիշեցնեմ, Կիրակի Գյումրիում 7 վերք եկեղեցում պատարագից հետո վարչապետը նոր նախաձեռնությամբ հանդես եկավ։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում Հայաստանի Հանրապետության պետական դրոշ տեղադրելու հարցը։ Փաշինյանը նաև առաջարկել է պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ինչու եմ առաջարկում, որ Սուրբ եւ Ամմա պատարագից առաջ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Պատարագի տեքստում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասվում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև եւ իդեպ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներում կամ մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, որը իմիջիայլոց ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Պատարագից հետո ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը հայտարարեց. եկել է ժամանակը, որ Մայր Աթոռում պատարագ անցկացնենք։
Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր աթոռ էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին, ես կարծում եմ, որ եկել է ժամանակը այնտեղ անցկացնել։ Իսկ այսօր նախատեսված եպիսկոպոսատ ժողովը չի կայանա, նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին, ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է, հայտնում են Մայրաթոռից։ Ավելի վաղ, մինչ կաթողիկոսը գտնվում էր Ֆրանսիայում, տեղեկություն տարածվեց, որ Գարեգին II-ի տնօրինությամբ տեղի է ունենալու երկօրյա եպիսկոպոսատ ժողով քննության առնելու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Իսկ ահա Ֆրանսիայի Մարսել քաղաքից Հայաստան վերադարձող կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին աջակիցները։ Կաթողիկոսը զարմացել էր, բա ուր է ժողովուրդը։ Մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Եվ այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարի օր։ Պարոն Հայրապետյան, եւ այսպես Մայրաթոռից, ինչպես նշեցի, ասում են, որ դեռևս չեն գնում ինչ-որ կտրուկ քայլերի այն եպիսկոպոսների նկատմամբ, որոնք հանդիպել են վարչապետին եւ պահանջում են կաթողիկոսին, որպեսզի նա կոչվի հանգստի, եւ էլի հորդորում են վերադառնալ կանոնական ուղի։ Մյուս կողմից վարչապետը հրապարակում է ճանապարհային քարտեզ, թե ինչ է լինելու իր բառերով ասած Կտրիչ Ներսիսյանի հեռանալուց հետո, իդեպ նաեւ նոր կանոնագրքի մասին է խոսում եւ առաջարկելով այդ թվում, եթե տեղապահը միջնորդի ցանկություն ունենա կառավարությունը եւս կարող է դրա մշակման աշխատանքներում մասնակցել, դա հենց առաջարկում է, որպեսզի քննարկեն եկեղեցիների մոտ կամ ներսում հանրապետության դրոշը, պատարագներից առաջ էլ հանրապետության օրհներ կլինի։ Եվ Գյումրիում տեղի ունեցած պատարագի ժամանակ նաեւ որոշ հոգեվորականներ, Շիրակի թեմի ներկայացուցիչներ Լիբականին սկանդալային հայտարարություններ արեցին, նզովելով մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց մոտեցումները քաղաքացիների, ես նկատի ունեմ կտրուկ մերժելով ցանկացած հարցադրում, որը կարող է վերաբերել կաթողիկոսին ու նման բաներ, հա։ Ընդհանուր իրավիճակը վերլուծում ենք։ Ինչ է տեղի ունենում։ Կողմերից որևէ մեկը չի ուզում, այսպես ասենք, ետ քայլ անել, հա։ Կա հստակ պահանջ եւ այդ պահանջի իրականացում, հակառակ կողմում ուղղված է այդ պահանջը, չի ընդունում անգամ այդ պահանջի կյանքի իրավունքը։ Որ չեն ընդունում այդ պահանջի կյանքի իրավունքը, շատ ճիշտ են ասում, որովհետև աման խելագարություն չէ, որ պետք է ընդունել։ Շատ ճիշտ են անում։ Թեև իրենցից բավականին հեռու է ճիշտ քայլերը եկեղեցական վերնախավից, բայց այս պարագայում շատ ճիշտ են անում, որտեղ դա հոգեգարության բարձրակետ է արդեն։ Հիշում եք, ասում էին մեր օրհներքը կար այդտեղ երևի ճշմարտություն, փոփոխության կարիք ունի, նույնիսկ նոր տեքստ
կարծեմ, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր, որ նոր տեքստի մրցույթ հայտարարվեց, նոր երաժշտության մրցույթ, որ այո, դա մի 100 տարի առաջվա, 150 տարի առաջվա համար բավականին համախոհ էր, բայց հիմա գուցե ծերացել է, գուցե փոփոխության կարիք կա։ Մի տարբերության մեջ փոփոխություն արեցին։ Հիմա արեցին, այո, երբ քայլ արեցին, երաժշտությունը չկպան, այսինքն այդ երաժշտությունը պիտի հնչի, իսկ եթե վաղը հանկարծ փոխվի, մենք այսինչ անլուրջ ենք դարձել։ Անլուրջ, որովհետև ամեն մեկ եկողը սեփական սահմանադրություն ձևեց իր վրայով։ Հիմա ավելի անլուրջ վիճակում են գտնվում անլուրջների իշխանության ներքո, որոնք եկեղեցին են փորձում ոչ թե բարեփոխել, այլ հեղափոխական մեթոդներով քանդել։ Հեղափոխությունները միշտ վատ բան են։ Դրանք զրոյից սկսող գաղափարախոսություն ունեն աշխարհի բոլոր հեղափոխությունները երկու բանով իրար նման են։ Մեկ, որ զրոյից է սկսվում, երկրորդ, որ միշտ դրսի հրահրմամբ է լինում։ Դրսի ուժերի աջակցությամբ։ Եթե որևէ մեկն ուզում է մեկ ուրիշ երկրում վատ բան անել, այնտեղ հեղափոխություն է կազմակերպում։ Ինչպես որ մենք տեսանք, արդեն եսին ուր հասած ռուսական կայսրությունը գնացել էր առաջին համաշխարհային պատերազմում, անգլիացիները հեղափոխություն արեցին, ցարին գցեցին։ Հետո, այսպես ասած, պերեխվատ արեցին գերմանացիները մի քանի ամիս անց նոր հեղափոխություն արեցին եւ ամեն անգամ զրոյից սկսելով։ Մեզ պետք է այդպիսի մի բան։ Մենք նույնիսկ այդ ատելի բառը հեղափոխություն բառը պետք է մեր շուրթերից հեռացնենք։ Զրոյից մի անգամ տեսանք սկսելը ինչ էր, բանակցում եմ իմ կետից, զրո կետից էր բանակցում, այդ դեպքում թող զրոյի վրա էլ մնան, հա, եւ կարելի ասել կոշկակար կոշկից վերև մի դատիր, այնպիսի նուրբ մատերիաների մասին խոսել, որոնցից չի հասնում ձեր ուղեղը, պետք չէ, մի ավերեք, կամ էլ կարելի ասել ինչպես Հուդային ասվեց, ինչ անելու է Սարագարը։ Այս կադրերը, որ նայում էի, դուք ցույց եք տալիս, չգիտեմ, մտքիս մեջ անընդհատ մեր մեծագույն բանաստեղծներից մեկի Մուշեղ Իշխանի բառերն էին պատտվում. պիտի քայլի զորքը չարի։ Հիմա այդ չարի զորքն է քայլում Հայաստանով մեկ։ Շատ վտանգավոր է։ Եթե օրհներքի եւ պետական դրոշի առաջարկներ ընդունելի չեն, հա, ինչի հիմնավորմամբ, ինչու՞մն է խնդիրը, եթե օրինակ դրոշը լինի։ Դրոշը մեր սրտերում պիտի լինի եւ այդպիսի մեյմունություններ անել պետք չէ, ինչպես որ հիշում եք, մի անգամ էլ կարծեմ այն ժամանակ դեռ պարտության անեծքը նստած չէր պարոն վարչապետի ուսերին, մտել էր ինչ-որ մաքսային ծառայություն, թե որտեղ դրոշը անպատեհ տեղում էր դրված կամ ոչ հարգալից վերաբերմունք կար, այնտեղ էլ հիստերիկություն բարձրացրեց, գործից հանեցին, բան արեցին այդ տղային, հետո վերականգնեցին։ Մեր կաթողիկոսությունը կոչվում է ամենայն հայոց կաթողիկոսություն եւ փառք Աստծո, որ մենք ունենք 4 նվիրապետական աթոռ։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի, եթե դրսի ուժերը շատ օժանդակ են իրեն եւ իրոք կհաջողվի, եթե հաջողվի հիմնավել ավերել ամենայն հայոց կաթողիկոսությունը այստեղ, մենք պատմության մեջ ունեցել ենք դեպքերը, երբ ամենայն հայոց կաթողիկոսությունը տեղափոխվել է, ստեղծվել են նույնիսկ հակաթոռ կաթողիկոսություններ։ Մենք ունենք Փառք Աստծո, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Անտիլիասում, ունենք եւս 2 նվիրապետական աթոռներ Ստամբուլում եւ Երուսաղեմում։ Եթե Ստամբուլինը թուրքականի տակ է եւ հիմա էլ Հայաստանում կատարվում է մի բան, դուք ասացիք, որ իբրև այդ երկուսն էլ անհանդուրժող են չեն թողնում, մեկը մյուսին չի զիջում, երկուսն էլ նույնի հրամանն են կատարում, ռուս-թուրքական, պրյոմ զդաչա է գնում եւ ռուս-թուրքական ընդունում հանձնման գործընթացում Խեղճ Հայաստանը ոտքի տակ է ընկել եւ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության համար հաջորդ ընտրություններում պահպանելու համար ասում է տեսեք, ուրիշի վրա հանկարծ դրույք ստավկա չկատարեք։ Ես այստեղ տիրապետում եմ իրավիճակին, նույնիսկ կարող եմ քանդել եկեղեցին եւ որևէ մեկը չի կարող դրա դեմ գնալ եւ այսպեսի հիմար սիմվոլիկայով, հա, նստել հատուկ հենց հիմա այդ կադրերն են նայում, մարդու լաց է գալիս, այն որ սրբապսակի ինչ որ բաներ, լուսապսակի բաներ եւ գլխավերևում բան, այդպիսի գավառակցություն, գավառականություն չի կարելի, հազիվ էինք բրծել նախորդ գեղցիներից, հիմա սուպեր գեղցիություն է եկել Հայաստանում, շատ վատ է դա,
հաջորդ քայլով այն մեկին էլ եք խոսեցնում, ինչ էր ազգային ժողովի նախագահը, որ հաջորդը եկեղեցում այո խորհուրդ եմ տալիս գնացեք ձեր հոգևոր հայրերը մի հատ այդպիսի փորձում են վերանում կարող եք գնալ ինչպես կոմունիստներն արեցին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին խեղդամահ արեցին եւ հետո մենք գրեթե 1 տասնամյակ 8 տարի մենք կաթողիկոս չունեցանք Հայաստանում արեք եթե ուզում եք ամենայն հայոց կաթողիկոսությունը տեղափոխվի Հայաստանից այո զորքը չարի քայլում է Հայաստանում եւ այդ չարի ծառաները ոչ միայն իշխանությունն են ուղղակի նրանք երևացող մասն են այս եկեղեցականներն էլ պակասը չեն գարան մորթի հակած գայլերի տեսքով են եւ ընկած ինչպես խորենացիներ ասում հոշոտում են սեփական հոտը մենք ենք սովորական ժողովուրդը եւ իրավունք չունի վարչապետն ասելու թե այսինքն տեղը չի բերում ինքն ուր է ընկել իր ձեռքին ինչ կա ինքը իշխանություն ունի հասկանում եք ինքը իրանք չունի սովորական քաղաքացու անունից հանդես գալու որ սովորական քաղաքացին պիտի պահանջը ներկայացնի իսկ հիմա հակասահմանադրական բան է կատարվում Հայաստանում պետությունից անջատված եկեղեցու մեջ է մտնում պետությունը իրավունք չունի դա անելու դա հակասահմանադրական է այստեղ սահմանադրական կարգ է խախտվում կգա ժամանակներ այս գործերից հետո գուցե խոշոր ավերածություններից հետո ինչպես եղավ Արցախում միևնույն է անցնելու է ժամանակ եւ գալու են նորերը եւ մենք տեսնելու ենք թե ինչ սոսկալի բան արվեց եւ դրանք բոլորը կանգնելու են պատմության դատաստանի առաջ հուսամ նաեւ քրեական դատաստանի առաջ կկանգնեն եթե իհարկե իրենց տերերն իրենց ողջ թողնեն այսինքն խնդիրը կաթողիկոսի բարեվարկությունը չէ իհարկե ասեք եթե մեր կաթողիկոսն այսօր Դարեգին երկրորդն է դա դեռ չի նշանակում որ Աստված չկա եթե մեր վարչապետը այսօր Նիկոլ Փաշինյանն է դա դեռ չի նշանակում որ ամբողջ հայ ժողովուրդն է պատրաստ երկիրը տալու ոտքի տակ տալու բոլոր սրբությունները դա դեռ չի նշանակում որ հայ ժողովուրդը տգետ է ոտքից գլուխ շատ այսքան ոչ թե շատ հաճախ այլ թեման հենց այդ բարեվարկության հա երեխա ունենալ չունենալու կուսակրոնություն ուխտ խախտել դրժել ու հազար ու մի բան դե դրանց նաև զուգահեռ գումարում ենք տարատեսակ բարբերաբար տեղեկություններ անօրինական ինչ որ գործընթացների մասին որում ներգրաված կարող են լինել ենթադրաբար եկեղեցու վերնախավի ներկայացուցիչներ եւ այլն հիմա շատ հստակ նաև արձանագրվում է պետության անվտանգության հարցը այդ համատեքստում եւ օրինակ եթե համադրում ենք վարչապետի հայտարարությունները գործակալ լինելու, ԿԳԲ գործակալ լինելու, արտաքին ազդեցության գործակալ լինելու հետ, ապա սրա խորքում գուցե շատ ավելի մեծ հարց կա լուծելու, թե մեծ հարցը պրյոմ Զդաչյաններ ասացի։ Իսկ որ ԿԳԲ-ի արխիվները բացել, այո, 90 թվականից ի վեր ես դա խնդրում եմ, աղաղակում եմ, պահանջում եմ, աղերսում եմ, բացեք ԿԳԲ-ի բաները, բայց հիմա հակապետական ուրիշ գործողություն է կատարվում։ Ընտրովի լյուստրացիա է կատարվում։ Սա սրիկայություն է պետության հանդեպ։ Ես հիշում եմ, այսպեսի մի հատ չգիտեմ կարելի է ասել կամ չի կարելի, որտեղ միայն զրույցի մի կողմ եմ ես, ունեցել եմ Հայաստանի անվտանգության ծառայության երբեմնի ղեկավար, ինձ համար շատ հարգելի մարդ Դավիթ Շահնազարյանի հետ, երբ որ վիճեցինք մենք իրար հետ, ես ասում եմ ԿԳԲ արխիվները պետք է բացել, ինքն ասում էր չէ պետք չի բացել եւ բերում էր հիմնավորումներ, ինչպես ես էի բերում հիմնավորումներ, ինքը բերում էր որ այո մարդիկ կան դրանց ծերունդներն ապրում են բան, վտանգավոր է, տեսականորեն հասկանալի է դա, կարելի է նաև հակափաստարկներ բերել, բայց որ տրամաբանության մեջ էր մարդու ասածը։ Ասացի բարի, այդ դեպքում դուք ծանոթ եք, չէ՞ բոլոր գործերին։ Ասացի դեպքում դուք ինչ իրավունք ունեք քաղաքականության մեջ մտնելու։ Հասկանում եք, ընտրով է նա տեղյակ է, ես տեղյակ չեմ, դուք տեղյակ չեք կամ որևէ մեկը, մենք չէ, մենք քաղաքականության մեջ չկանք։ Նրանք, ովքեր որ քաղաքական կուսակցություններ են ղեկավարում, հա, հավակնություններ ունեն, նրանք ունեն կոմպրոմատները, մյուսները չէ, այդ դեպքում ամբողջությամբ չի կարելի աստվածային այդ իրոք աստվածային այդ կարևոր արժեքը, հավասարության արժեքը այսպես ոտքի տակ տալ։ Հեղափոխություն են ասում, թող սովորեն քրիստոնեության մի գաղափարը, որ ֆրանսիական հեղափոխականները վերցրեցին ազատություն, հավասարություն, եղբայրություն, հավասարություն գաղափարը։ Թող
ավետարանից բաներ է բերում, թող գնա Աստվածաշնչից, հա, թող գնա կարդա Աստված իր արեգակը ծագեցնում է մեղավորի եւ անմեղի վրա հավասարապես։ Նույնիսկ տերունական աղոթքում, որ մեր հավատի ամենաբարձրակետն է, ասում է, չէ, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտապանած։ Այսինքն հավասարության սկզբունքը այդ դեպքում սրիկայություն է, հատվածաբար KGB-ի արխիվները բացել է ամբողջությամբ թող բացեն եւ ամբողջությամբ տանենք մեր այդ մեռելը թաղենք վերջապես։ Եվ այո, բայց մյուս կողմից ես կողմ եմ, այո, եթե չեկիստեն, բոլորին պետք է մաքրել, բայց ես ասում եմ ամբողջությամբ բացել եւ ոչ թե այս մեկի համար կբացի, այն մեկի սուկինսին ու նաշ սուկինսին, հա։ Եվ հիմա որ սուկաներին են փորձում սարքել, որ սուկաների զավակներին են փորձում տեղավորել, չի կարելի այսպես։ Վերևն Աստված կա, թող վախենան ահեղ դատաստանից, եթե կարծում են, որ իրենք արդեն վերջնականապես մեկը այսպես թե այնպես դժողքի բաժին են դառնալու 5000 մարդկանց արյան մեղքը վզներին, թող մտածեն, որ Աստված ներող է, գուցեև ներվեն, թող ել ավելի առաջ չգնան։ Հաշվի առնելով այդ արխիվների հնարավոր բացումը կամ այն ինչ որ հիմա կա, հա, համենայն դեպս կոնկրետ բարձրաստիճան հոգևորականներ, ում երկրի քաղաքական բարձրաստիճան ղեկավարությունը անվանում է KGB գործակալ։ Իրավունք չունի, բարոյական իրավունք չունի, ինձ ինչ է սովորեցնում, սովորական քաղաքացուց։ Ասում է դու էլ ընտրովի արդարամիտ եղիր, այս դեպքում արդարամիտ, այս մյուս դեպքում ոչ արդարամիտ, թող ամբողջությամբ բացեն, բարոյական իրավունք չունեն հատուկենտ բացումների։ Այդ ես ունեմ բարոյական իրավունք, իմ ընկերներն ունեն, որոնք իրենց ճանաչած ագենտների մասին կամ ասում են կամ չեն ասում, իսկ ինքն իրավունք չունի, ինքը պարտավոր է, պետությունը ինքն ասելով անկարծ չկարծեք մենակ Նիկոլին եմ ասում, որտեղ դրանցից մեկն ընդհանրապես է Նիկոլը։ Ինքը պարտավոր է ամբողջությամբ դնել սեղանին փաթեթը, կամ ասա, ինչպես են կաթոլիկ եկեղեցում ոնց են անում, են հարսանիքների ժամանակ, ով ինչ որ բան ունի ասելու, թող հիմա ասի կամ Հավիտյանս լռի, հիմա կամ Հավիտյան լռիր կամ ամբողջությամբ բացիր, կամ էլ քեզնից հետոից հետո մաքուր որևէ մեկը կգա եւ ինքը առանց վարենելու այ իրոք խիզախը կլինի, ոչ թե խիզախության դիմակը հակածը կլինի եւ կբացի KGB-ի արխիվները եւ ագենտուրան այսպես կդնի սեղանին։ Հիմա նրանց զավակները, այդ ագենտուրայի զավակները, հա, ագենտների, խորհրդային ագենտների, կապանքի մեջ են, ազատեք այդ մարդկանց, որովհետեւ գնում դոս են դնում են դեմը, ասում են պապայիդ այսպես վարկաբեկելու ենք, մամայիդ այսպես դնելու ենք դիմասները։ Ուրեմն հիմա էլ դու մեզ համար պիտի աշխատես։ Մենք մի հատ նշանավոր բան ենք ունեցել, չէ՞, հատուկ ծառայությունների մեծ մասնագետ ռուսների համար ծառայած Թերան 43-ի Վարդանյանը, Գևորգ Վարդանյան, հա, որ Բրիսովի պատին էլ խփած է հուշատախտակը։ Նա մի հարցազրույց էր տվել Вечерный Ростов թերթին, որտեղ ասում է շատ հեշտությամբ ես կարողանում էի գործակալներ հավաքագրել մերձավոր արևելքում եւ ամենասիրահոժարը, որովհետեւ այնտեղ գալիս եւ իրենց ծառայություն էին առաջարկում մեր հայրենակիցները եւ ամենակարևորը ուշադիր բանալի արտահայտություն ասում է եւ հիմա էլ նրանց զավակներն են ծառայում մեր հայրենիքին մեր ասելով ինքը Հայաստանի քաղաքացի չէր Ռուսաստանի մասին է խոսքը չնայած այստեղ տարբերություն չպիտի դնել սուկինսին ու նաշ սուկինսին չպիտի ասել սուկան սուկա է ուզում է գործակալ լինի գռուի կամ ցռուի կամ KGB-ի կամ Սավակի կամ չգիտեմ intelligence service-ի մի չգիտեմ քանիսի ագենտ է Ես հենց դա եմ ուզում հարցնել, հա, սովորաբար երբ մենք խոսում ենք դե այդտեղ կա նաև այսպես ասենք օբյեկտիվ երևի մտածողություն կամ անցալում, երբ խոսում ենք գործակալ եւ այլն, առաջին ասոցիացիաները դա ռուսականն է, դե այստեղ կա օբյեկտիվ մտածողություն կա, որովհետեւ մենք սովետական միություն, հա, իհարկե, ներողություն, այդ ընդունում հանձնում ասածից տրամաբանության մեջ եկեք լինենք, հա, վաղուց ի վեր, երբ սովետական կայսրությունը 90-91 թվականին պարտվեց արևմուտքին եւ հանձնում էր, ընդունում հանձնում մեծ մասշտաբով գնաց, իրենք տարածաշրջաններից որտեղից որ հեռանում են, այդպիսի ֆիլմեր կան նաև գերմանական, հա, իրենց այդ շտազեր ինչ էր կոչվում, հա, մյուս գեղարվեստական ֆիլմեր կան։ Նրանք իրենց ագենտուրայի մի մասն էլ, որոնց հետ չպիտի տանեին իրենց մոտ, իրենց երկիր Մոսկվա չպիտի տանեին, այդ ամբողջը հանձնվեց նրանց։ Հիմա Հայաստանը այդպիսի միջանկյալ վիճակում է, դրա համար Հայաստանում զտարյուն KGB-շնիկ էլ դժվար գտնάει։
Սրանք դվայնոյ ագենտներ են դարձել։ Որովհետև Ամերիկան որ եկավ, չկարծեք, որ Ամերիկան չքնաղ, ես ինչ որ մի բան է արևմուտքը։ Նա իհարկե չի գալու ձեզ հետ աշխատի կամ այստեղ որևէ մաքուրի հետ աշխատի եւ բաց աշխատի, ոչ թե գործակալական բանով։ Բայց գործակալներ պետք են բոլորին։ Իսկ գործակալը ինքը փչացած է։ Նոր մարդիկ ինչի փչացնի, կամ հաջողի, կամ չհաջողի։ Այնա փչացածը մի անգամ փչացածը երկրորդ անգամ էլ կփչանա։ Դրա համար Հայաստանում բանալի արտահայտությունը սա էր։ Հիմա դվայնոյ ագենտների ժամանակն է։ Եվ այստեղ է որ ճակատամարտ է գնում։ Նրանց ասում են եկեղեցական բարձրաստիճաններին դուք իրավունք չունեք մնալու զուտ ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ որպես հիմա պիտի դառնաք ռուս, թուրք, նաև արևմտյան ագենտներ։ Թուրքը որ հաստատ, որովհետև Թուրքիայի պահանջն է, մենք տեսնում ենք նրանց խոսափողը ինչպես ինչ այնտեղից Փաշազադեն, Արմատն ենքան տհաճ է, մեր վարչապետի ազգանվան Արմատն է, հա։ Փաշազադեն Ալաշուկյուր դրանց կաթողիկոսը, հա, ինչ հայտարարում է հաջորդ օրն այստեղ օրակարգ է դառնում, վատ է։ Այդ համընդհանուր լյուստրացիայի կամ բացահայտման մասին գուցե հենց այստեղ այդ արտաքին քաղաքական հետքը բաղադրիչը մեծ նշանակություն եւ դեր ունի, որ այդպես էլ տեղի չի ունենում, հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, ռեսուրսները, կարողությունները, ժողովրդագրական խնդիրները, ֆիզիկական տարածքը, քաղաքական կշիռը, հազար բան։ Դա համար ես սկզբից նշեցի։ Ճիշտ եք ասում եւ լրիվ ընդունելի է, ես հենց հիմա այս վարքյանին չեմ կարող հակադարձել։ Զգում եմ որ ինչ որ բռնելու տեղ կարող է լինի, բայց այս պահին չգիտեմ։ Դուք ճիշտ եք ասում։ Դրա համար նշեցի, որ Հայաստանը միջանկյալ դիրք է գրավում, գուցե եւ հիմա ժամանակը չէ, գուցե եւ դրա համար են հապաղում։ Գուցե եւ պարոն Փաշինյանը կուզենար դա անել։ Գուցե եւ անենք հակասող ենթադրություն։ Եվ չի կարողանում, որովհետեւ ձեր ասած աշխարհաքաղաքական գործում։ Այո, Հայաստանն այսօր ճիշտ է ռուսական փշալարերի մեջ է, բայց անցման բաներ մենք նկատում ենք, դա ոչ թե մեր իշխանության շնորհիվ է, այլ աշխարհի ընդհանուր զարգացման, որ Կովկասը տակից տանում են, համաչափ են տանում։ Մի պահ ոչ համաչափ տարան Վրաստանին առաջ մղելով, հետո տեսանք Վրաստանի գլխին ինչ բերվեց։ Ադրբեջանը խաղում է, Ադրբեջանը չի լինելու այդ մասն, նա թուրքական աշխարհի մաս է լինելու, թեկուզ զզվում է, միակը ալիքը որ մնացել է, ուզում էին նայել հեռուստացով Եվրանյուզներ, բայց կարող եք մեկ օր ասել, որտեղ Ադրբեջանի մասին հաղորդում չլինի այս վերջին կես տարվա մեջ։ Փողերը տալիս են, անում են։ Այսինքն այնց չէ որ արևմուտքով պետք է ասին ինչ այդ ժամանակին ես որ սովետական քաղաքացի էի ես կարող էի հիացած լինել եւ հիացած էի տխմարաբար որ կա արևմուտք ազատ աշխարհ ոչ նույն կանոններով է կայսրությունները բոլորն աշխատում են նույն կանոններով ուրիշ բան որ չարյաց փոքրագույն է Ռուսաստանի նման բիրտ կացնային կայսրության դիմաց արևմտյան պետությունները մանավանդ այդ մի քիչ պուդրայած դիմափոշիով ծածկված ցեկցեկուն պարավների Եվրոպայի պահվածքը, որը հենց հիմա փորձում է իր տեղը գտնել արևիտակ, հիմա նա պիտի մեզ համար տեղապահովի։ Իսկ Միացյալ Նահանգները կարծեք թե խենթացել է զոհասեղանն է բարձրացնում մի ամբողջ ժողովրդի, որը հենց իրենց տված հրահրմամբ, իրենց խրախուսանքով ոտքի էր կանգնել։ Ուկրաինական ժողովրդի մասին է խոսքս։ Այնպես որ եկեք մենք կուտ չուտենք էլի եւ այդ սև ու սպիտակի հիմար այդ հեղափոխության ծնունդ է բոլոր հեղափոխությունների մեջ սև ու սպիտակ, հա, այդ սև ու սպիտակի մեջ չընկնենք, որ սրանք լավն են, նրանք քխեն, պուպուշեն եւ քխեն, այդ տրամաբանությունից դուրս գալ է պետք։ Դե տրամաբանությունն է նաեւ մեզ այսօրվան բերել, հա, լավ ու վատ են կարել, բարեկամ դահիճ կամ չգիտեմ դաշնակից չդաշնակից գործընկեր չգործընկեր են կարել։ Այ եթե մի անգամ այսպես պատտվի, մենք դառնանք այս ցածրակարգ, այո, մենք այսօր այս պահին ցածրակարգ ազգ ենք, որպես ազգ։ Եթե դնենք այսօր ինչ ունենք, մեր pašարով ցածրակարգ ենք։ Ում հետ կողքիների հետ համատած բարձրակարգ ենք, այստեղ հարց չկա, բայց իմ նշաձողը ավելի բարձր է։ Ես ուզում եմ իմ ազգին ամենավերևների հետ համատեմ, ոչ թե թուրքի կամ վրացու կամ իրանցու հետ համատեմ։ Ես կուզենայի անգլիացու հետ համատել, Լորդ Քերզոնի, որն ասում էր Անգլիան ունի մշտական թշնամիներ եւ ունի մշտական բարեկամներ, ունի մշտական շահեր, իսկ մեր մշտական շահը ավերելը չէ, շահի գիտակցումն անգամ չունի։ Թվում է թե հայրենասիրական բան է ասում, որ տանենք այնտեղ դրոշ տնկենք, բայց Թուրքիայում էլ ասում եմ իմ տարածքում աստեղ էլ պիտի հիմնով սկսվի, Թուրքիայի հիմնով սկսվի պատրիարքարանում, Լիբանանում սկսվի, Լիբանանի Երուսաղեմում հրեական հիմնով պիտի սկսվի, այսինչ
խայտարակություն է։ Դուք տեսաք, չէ՞, մի տարի առաջ թե 2 տարի առաջ Հռոմում էլ նույնիսկ մանկապիղծ կարդինալների այնտեղ էսպիսի բան չեղավ, չգնացին ասին, թողեցին, որ իրանք ներսում հարցերը պարզեն։ Չի կարելի այսպես։ Մենք պիտի թույլ տանք, որ ինքնամաքրվեն իրենք։ Պետությունն ընդհանրապես պետք է այդ արգելակ գազ, այդ սկզբունքով աշխատի, բայց ոչ երբեք հաջորդը գնալու ենք։ Դուք որօրվա գնացողն եք, ձեր հետ մլիցա չեղավ, դուք չեք կարող գնալ, որտեղ մլիցան պիտի բռնի, որ դուք թքեք վրեն։ Դուք տղա չեք, որ կարողանաք որևէ տեղ գնալ։ Ձեր ուժը միայն ոստիկանական ուժն է, պետության ուժն է։ Իսկ մեր պետությունն էլ ընկել է հիմա ցավոք սրտի պատանդը մեր պետությունը այս իշխանության ձեռքին։ Իսկ պետությունն իմն է, ժողովրդինն է, եւ ոչ թե մի խումբ ավազակների, ինչպես 3 էր, ինչպես 3 առաջի օրներ։ Բայց հետաքրքիր է ձեր դիտարկումը, ինչ իմաստով է հետաքրքիր, բնավ չվիճելով, որ պետությունը մենք ենք, ժողովուրդն է, նույն բանը օրինակ ասում են նաև եկեղեցական վերնախավից։ Մենք եւ հավատավոր ժողովուրդը, եկեղեցին ժողովուրդն է եւ այլն, բայց այդ ժողովրդին Գյումրիի պատարագի Շիրակի թեմի ներկայացուցիչները արգելում էին որևէ հարց տալ, նշելով, որ դուք իրավունք չունեք հարցեր տալու։ Հա, այդպիսի հատվածներ ես տեսա։ Ժողովրդին ցած երբ պետք է մենք պետությունն ենք, եկեղեցին ենք, երբ պիտի հարց լուծվի կամ մեր վերահսկողության անհրաժեշտությունը կա, մենք 0 ենք։ Այսօրվա խնդրեմ չէ, այդ մեր համար ազգային խնդրեմ է։ Գիտեք, կարծեմ այդ մասին ասել եմ, իմ սիրած գործն է Հովհաննես Թումանյանից, փոքրիկ մի հատ հրապարակախոսություն հոդված էր գրել թերթում 1908 թվականին, անկեղծ չենք։ Այնտեղ ասում է, բոլորը խոսում են ժողովրդի անունից, այդ հատվածը եթե հաջորդ անգամ էլ հարկ կհամարեք հրավիրելու, ես կբերեմ եւ այդ հատվածը բառացի կկարդամ։ Ասում եմ, այստեղ մենք ժողովուրդը մեզ հետ է, ժողովուրդը մերն է, այդ ու ասեն։ Հիմա ես չեմ ասում ժողովուրդը ես եմ։ Ես ասում եմ, այս ժողովրդի մի մասնիկն եմ։ Կարող եմ նաև ժողովրդի դեմ լինել, ժողովրդի գիտակցության դեմ լինել։ Այն ժողովրդի այն հատվածը, որը կգնա ինչ-որ բան, ավերելու, ինչպես ազգային ժողով մտավ եւ ավերեց։ Ես այդ ժողովրդի հետ չեմ, դա իմ ժողովուրդը չէ։ Բայց որ դրա համար եմ ասում, KGB-ի արխիվները թող բացեն, չեկիստների դաստիարակած տերտերներն էլ այդ տագետները պիտի լինեին։ Այդպիսի տագիտություններ, այդպիսի հակապետական, հակաժողովրդային բաներ, մենակ այդ գյումրեցի տերտերի ասածը չէր։ Այդ նույնը դուք կարող եք տեսնել իշխանավորների մեջ, կարող եք տեսնել ընդդիմության մեջ։ Այն միտեղ են վերեկենում են քաղաքական վերլուծաբան, չգիտեմ, չեմ ճանաչում, բայց երեք տեսա այդ բաները, երբևէ չեմ լսել իր խոսքը, որն ասել է գնանք Իսկանդերները, թող մարդ ճարեն, գնանք Իսկանդերները ստուգեն, կան թե չկան եւ ինչ վիճակում կան։ Եվ որքան կա, դրեցին հաջորդով ծեծեցին։ Պետությունն իշխանության հետ խառնել պետք չէ, պետությունը երազանք է, երազանքը փայփայել է պետք, ամրացնել է պետք, այն որ Չարենցն ասում է ուզում եմ բռնեմ երկիրնայերին, տեսնեմ իրական ծնդում է, ծուխ է դառնում, միֆ, հա, ֆիկցիա, ուղեղի մորմոք, թռչուն, այն մարմնեղենացնել է պետք, պետությունը դա է, իսկ իշխանությունը այսօր կա, եկուտ չկա, երեք էլ այդպիսի իշխանություններ կային, եթե դուք հանկարծ 30-ական թվականներին ասեիք, որ Ստալինի բեղը մի քիչ ծուռ է, ամբողջ ընտանիքով կտանեին, կկորցնեին, իսկ այսօր խնդրեմ լուսամուտից գոռացեք Ստալին քո հայրիկը, քո մայրիկը, ինչ հայյանք ուզում եք տվեք։ Գնաց այդ մեծ բանի, հա, ամեն ինչի այդ դիկտատորը, որ ավելի շատ մարդ կոտորեց, քան Հիտլերը սովետական քաղաքացի կոտորեց, հա, այդ հրեշը գնաց, այսօր ինչ ուզում եք ասեք։ Սրանք էլ են անցնելու, բայց ինչ են թողնելու իրենցից հետո, ավերակներ են թողնելու։ Ինչպես որ իրենցից հետո դատարկված Արցախ են թողնելու։ Իրենցից հետո մեր հանդեպ ունեցած արտաքին աշխարհի հարգանքի իսպառ կորուստն են թողնելու։ Ինչպես որ իջեցրին արդեն մեր նշաձողը, մինչև վերջ իջեցրին։ Եվ քայլ առ քայլ գնում են, ժամանակին հիշում եք, չասեցին էլ տենց ով էր ասել, որտեղ սուտ խոսեցին, որ արևմուտքում մեզ ասում են անկախության նշաձողը մի փոքր իջեցրեք Արցախի հարցում, հա, այսինքն նշաձող իջեցնելով գնում ենք մենք, Մաշտոցի նկարը հանեք, QR-կոդով կբռնենք, էնդեմիկ մեր, էնդեմիկ ծառերը կտրեք, սոսիները, տեղը բերեք, չգիտեմ ինչ-որ սակուրաներ, մակուրաներ տանք, դա սրբազան բան է ճապոնացու համար, ինձ համար սրբազանն ուրիշ է, իմ թագավորը, իմ արքան, իմ քրմապետերը, իմ քրիստոնյան աղնիները նաև, ամբողջ պատմության ընթացքն, այսինքն սոսուն է տրված եղել մեր մյուս
էնդեմիկ աբորիգեն հայ տեղացի տեղաբնիկ ծառերին է տրված եղել բուսականությանը, կենդանիներին, ինչի մեզանում կոկորդիլոսի պաշտամունք չկա, բայց մեզ բուզանդի մոտ ասում է Արշակին ասած այծերի թագավոր, հա, բայց մեր այծենագրությունը կա։ Սրանք ոչինչ են տգետ են, էլի դրա համար այնքան վատ եմ զգում, ափսոս Վանո Սիրադեղյանի մի հատ հրաշք վերնագրով գործում էր, փախած ժամանակ էր գրել, ափսոս էր երեխան, իսկականից ափսոս է պետությունը, որ ընկել է գեղցի տգետների ու իրեն տղա չեն իրենց տղուտեղ դրածների ձեռքը։ Իհարկե 100 հոգով կարող են հավաքվել մեկին ծեծել։ Այդպես ինձ հետ էլ են վարվել, ես դա տեսել եմ 90-ական թվականներին։ Այդպես խմբագրություններ են վարել, իմ խմբագրությունն էլ են վարել։ Հայ իշխանությունը ուժ ունի, բայց առանց իշխանության փորձեք մի հատ բան անել։ Դուք ով եք առանց իշխանության, ոչինչ եք։ Եվ երեկվաններին եմ ասում, եւ առավել եւս այսօրվաններին եմ ասում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։